Կերակրափողի հիվանդությամբ պացիենտին կատարվում է դիրքավորում ճառագայթային բուժման առաջին սեանսի համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նորաբաց բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքում բուժառուներին արդեն տրամադրվում են ճառագայթային բուժման արագացուցչային համալիրով ծառայություններ։ Տասնամյակներ շարունակ մեր բաժանմունքում գործող բոլոր սարքերը ձեռք էին բերվել ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում որպես աջակցություն։ Սա առաջին սարքն է իր տեսակով, որը ձեռք է բերվել մեր կենտրոնի կողմից ըստ էության պետական միջոցներով։ Սարքը կազմված է բազմաթերթիկ կալիմատրերով, կալիմատրերի լայնությունը, թերթիկների լայնությունը 5 մմ-ի կարգի է, որը թույլ է տալիս մեզ բարձր ճշգրտությամբ թիրախավորել հենց ուռուցքը, դա մեզ տալիս է բարձր դոզա ուռուցքում եւ շատ ցածր դոզա հարակից առողջ օրգաններում։ Դրանով մենք լավացնում ենք հիվանդների կյանքի որակը հետ ճառագայթային էֆեկտները նվազեցնելով։ Այսպիսով մեր երկրում սկսել են կիրառվել ճառագայթային բուժման ժամանակակից մոտեցումներ, որոնք նախկինում հասանելի չէին։ Հայաստանում տարեկան 4000-ից 5000 բուժառու ճառագայթային բուժման կարիք է ունենում։ Այս մասնաշենքի կառուցմամբ եւ նոր սարքի ներդրմամբ մենք հասանել ենք դարձրել Հայաստանում այնպիսի մոտեցումներ, ինչպիսիք են մոդուլացվող ինտենսիվությամբ ճառագայթային բուժումը եւ ծավալաչափական աղեղնային ճառագայթային բուժումը, որոնք մի շարք տեղակայումների ուռուցքների համար ստանդարտ են ներկայումս աշխարհում։ Այն թույլ է տալիս մի քանի անգամ ավելի արդյունավետ դարձնել ճառագայթային բուժումը եւ յուրաքանչյուր սեանս ուղղորդվում է կոնաձև փնջով համակարգչային շերտագրմամբ, ինչը նպաստում է բուժման ճշգրտությանը։ Այսօր պետությունը մաքսիմալ փորձում է թեթևացնել մեր քաղաքացիների բեռը, այդ առումով հաշմանդամության կարգ ունեցող պացիենտների համար ծառայությունը անվճար է, բացի դրանից կան նաև այլ ավելի փոքր սոցիալական խմբեր, որոնք կարող են օգտվել այս ծառայությունից անվճար սկզբունքով, մի շարք խմբերի համար նաև սահմանված է համավճարի սկզբունքը, երբ որ պացիենտը եւ պետությունը վճարում են հավասարաչափ բաժիններով տվյալ ծառայության համար եւ ինչ խոսք որևէ սոցիալական խումբ չունեցող պացիենտների համար ծառայությունը կարող է լինել վճարովի հիմունքներով։ Մինչև մայիս կենտրոնը կհամալրվի եւս 2 նորարար բժշկական արագացուցիչներով։ Նարեկ Ոսկանյան, Ռոմիկ Խաչատրյան, Լուրեր։